2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Ապօրինի զենքի նման քանակը չէր կարող չազդել Հայաստանի ներքին անվտանգային վիճակի վրա։ Զուգահեռաբար ավելանում են նմանատիպ զենքով կատարվող հանցագործությունների ու սպանությունների դեպքերը։ Սա իհարկե խաղալիք ատրճանակ է։ Իսկ թեմա համար 1-ի այս թողարկմանը կպատմենք Հայաստանում հանցավորության մակարդակի մասին եւ թե ինչու են ավելանում սպանությունների դեպքերը։ Որ շրջանառության մեջ ահռելի քանակի անվերահսկելի զենք կա, հայտնի էր դեռ 2021-ին։ Արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետը խոստովանեց, պատերազմի օրերին զենքը բաժանվել է առանց պատշաճ հաշվառման։ Պատերազմի ընթացքում ին որոշմամբ Հայաստանի ժողովրդին մարդկանց ընդդիմության այդ թվում ահռելի քանակությամբ զենքը բաժանվել։ Իմ որոշմամբ Պաշտոնական տվյալներով 2025 թվականին հրազենի գործադրմամբ 140 հանցագործություն է կատարվել։ 2024-ի համեմատ այս թիվն աճել է 20.7%-ով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասուլիսում հայտարարեց, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճին զուգահեռ ավելացել են նաև բացահայտման դեպքերը։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը եւ ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքերը։ Աճել է նաև սպանությունների թիվը։ 2024-ին գրանցվել էր 45 դեպք, 2025-ին 50։ Նույնիսկ այս փոքր թվերը, որոնք որ կան, մեզ անհանգստացնում են, որովհետև գործ ունենք կյանքի զրկման իրավիճակների հետ, խլված կյանքի հետ, եւ այս մասով մենք ջանք չենք խնայում, որպեսզի հետևողականորեն տարբեր միջոցառումներ իրականացվեն։ Թե ինչ միջոցառումներ է իրականացնում կամ պատրաստվում ձեռնարկել նախարարությունը, Սարգսյանը չմանրամասնեց։ Սպանությունների թվի ավելացման պատճառը ըստ նրա մարդկանց ցածր իրավագիտակցությունն է։ Բայց միթե միայն ցածր իրավագիտակցությունն է պատճառը, որ փողոցում օրը ցերեկով հրազեն է կիրառվում։ Նախապես պլանավորված սպանությունները ըստ նախարարի կանխվում են, եթե երկար ժամանակ ոստիկանության ուշադրության կենտրոնում են լինում։ Հանցավորության ընդհանուր մակարդակը ըստ պաշտոնական վիճակագրության նվազել է 3.2%-ով։ Նախորդ տարի Հայաստանում հանցագործությունների 40.722 դեպք է գրանցվել։ Դա 1335-ով պակաս է 2024-ին արձանագրվածից։ Բայց կա մի կարևոր նրբություն։ Այս նվազումը մասամբ պայմանավորված է նրանով, որ եթե նախկինում վիճակագրության մեջ ներառվում էին նախորդ տարիներից ժառանգություն մնացած կամ նոր բացահայտված հին դեպքերը, ապա հիմա հաշվառվում են միայն տվյալ տարվա ընթացքում փաստացի տեղի ունեցածները։ Նախորդ տարիներին մենք օրինակ 2023 թվականի վիճակագրական ընդհանուր դասիչում հավաքագրում էինք նաև օրինակ 90-ականների, 2000-ականներից եկող հաղորդումները եւ կոնկրետ 2023 թվականին հաշվարկում էինք ոչ թե հենց 2023-ին կատարված հանցագործությունները, այլ այն քարտերը, որոնք նախորդ տարիներից կարող էին հաստատվել եւ փոխանցվել զուտ գրանցվելով 2023-ի այսպես ասեմ, ընդհանուր հովանու ներքո։ Հանցավորության վիճակագրությունը մտահոգում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը այդ շատ լուրջ խնդիր է, առավել եւս բռնությամբ կատարված հանցագործությունները ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իր վրա։ Այս հայտարարությունը Փաշինյանն արեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության առնչությամբ։ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը ցնցեց հանրությանը։ Հանրային տիրույթում նորից սկսեց քննարկվել ապօրինի շրջանառվող զենքի հարցը։ Դժգոհություններ հնչեցին ոստիկանության ոչ օպերատիվ աշխատանքի ու հանցագործության կանխման ուղղությամբ բավարար աշխատանք չտանելու վերաբերյալ։ Սպանության վերջին աղմկահարույց դեպքը 2026-ի փետրվարին էր։ Աջափնյակում կրակոցներից 1 մարդ էր զոհվել, 6-ը վիրավորվել։ Նման դեպքերը ստիպում են հասարակությանը հարցնել, որքանով է արդյունավետ աշխատում ոստիկանությունը հանցանքը կանխելու փուլում։ Հայաստանում հանցավորության բարձր ցուցանիշների պատճառներից մեկն է ըստ Նիկոլ Փաշինյանի քրեական ենթամշակույթն է։ Եկեք խոստովանենք, որ քրեականը ենթամշակույթ չի։ Ենթամշակույթը այն մնացածն է։ Քրեականը մշակույթ է մեր իրականության մեջ։ Նեգատիվով այս քրեական մտածողությամբ 18 տարի մեր երիտասարդության լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ։
Բայց վիճակագրական այս տվյալների մեջ դրական տեղաշարժ էլ կա։ Օրինակ, ծանր հանցագործությունները նվազել են 8.6%-ով։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նույնպես նվազել են։ 2024-ին գրանցվել էր 7508 դեպք, իսկ 2025-ին 23.2%-ով քիչ, 5769։ Փոխարենն աճել է միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, համապատասխանաբար 6.2 եւ 10.9%-ով։ Որն է սպանությունների թվի աճի պատճառը։ Քրեական ենթամշակույթը, ցածր իրավագիտակցությունը, թե իրավապահ համակարգի վատ աշխատանքը։ Դատեք ինքներդ։ Փաստ է միայն, որ նախորդ տարի մեր երկրում 50 մարդ զրկվել է կյանքից։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը դիտեք շաբաթ օրը ժամը 12:30-ին։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ սոցցանցերում եւ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք նաեւ մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2-ից։